Երևանի Նոր Նորքի փողոցներից մեկում օրերս սպանված Բորիս Արզումանյանի հիշատակին սև ժապավեն է փակցվել։ 31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երկու տղամարդիկ փախուստի են դիմել։ Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն եւ սպանության փորձ։ Երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։ Նայեք, տեսեք, սպանություն կա, չէ՞։ Քանի տարի պետք է տան, գան լսեն, բայց այն մահացողի վիճակը ոնց կլինի ծնողների, չէ՞ թե որ արդեն նրա ջրակը մարում է։ Շոպրոնի փողոցի շենքերից մեկի 79-ամյա բնակիչ Գրիգոր Հովհաննիսյանն է։ Հենց նրանց շենքի հետնամասում է միջադեպը տեղի ունեցել կեսգիշերին։ Ինքն ասում է ոչինչ չի տեսել, բայց ամեն անգամ ցավ է ապրում նման բոթ լսելիս, նեղվում է, երբ հատկապես երիտասարդները հարցերը լուծում են միմյանց կյանքը խլելու գնով։ Ինչ ցավ, նեղվածությունից, գիտեք, կա ամեն քայլափոխին խոսակցություն, վեճ, մեջ երիտասարդներն չեն դիմանում, բայց ինչ ուզում են անեն, չսպանեն, մեկ էլ կներեք չբռնաբարեն մարդու։ Թե ինչից է ծագել վեճն ու երիտասարդ տղամարդկանց գիշերով տարել շենքի հետնամաս, իրավապահները չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ վեճին մասնակցել է 4 տղամարդ։ Դեպքի վայր ազատության այցելության պահին շենքի հետնամասում ջարդված ապակիներ էին, ենթադրաբար ավտոմեքենայի։ Մամուլի հրապարակումների համաձայն Բորիս Արզումանյանը մահացել է վրաերթից, ծեսկրտուքից գետնին է ընկել, մյուս կողմն էլ մեքենան քշել է վրան։ Հենց շենքի հետնամաս նայող առաջին հարկի տների բնակիչներն ազատության զրույցում պնդում էին, ոչինչ չեն լսել։ 79-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որ քնած է եղել, նեղսրտում է։ Ասենք կռիվ եք անում, ձեռով իրար խփեք, ինչքան ովը բան կլիկ, օրինակ կողից, էլի։ Օրինակ այս շենքում, եթե որ ես լինեի ասու, ես կմիջամտեի, կիշտեի, կասեի ինչ-ինչ։ Բայց մեկ այս կողմի վրա եք մնում է։ Չեմ մանում էլի, ոնց ասեմ։ Եթե որ ասենք իմ նման տարիքով մարդը մոտիկանար, կարող է հարգային ասել, որ մեծ մարդաբանն ասել տղաներս կամոզ է ինչ որ մի բանով, որ սպանություն չլինի, կռիվ չլինի, թեկուզ սովորական կռիվ չլինի։ Կռվում է գնացեք սահմանը կռվեք էլի։ Իրար պետք է մի սուտեք։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս ամիս խորհրդանում հայտարարում էր, սպանությունները հանցավորության ընդհանուր ծավալում կազմում են ընդամենը 0.2% եւ հավելում, երկրում շարունակում են գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները։ Վերջին հանրությանը ցնցած սպանությունից կեսամիս էլ չի անցել։ Աբովյան քաղաքում օրը ցերեկով բանուկ հատվածում բազմաթիվ մարդկանց աչքի առջև խոհանոցային դանակով սպանել էին 24-ամյա երիտասարդի։ Շատ պարզ եւ բազմաշերտ պատճառներ կան, մասնավորապես եւ սոցիալական լարվածությանը եւ բաժանմանը վերաբերող հարցերը եւ այս ավարտված չավարտված պատերազմի բարոյահոգեբանական հետևանքները որպես նաեւ պատճառ, պետական ինստիտուտների անարդյունավետությունը, նաեւ պետական համակարգում համայնքների հետ կանխարգելիչ աշխատանքների ոչ բավարար լինելը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեկ անգամ չէ բարձրաձայնում, որ Հայաստանը գտնվում է սոցիալական ագրեսիվ եւ քրեական ենթամշակույթի զարգացման շրջանում ու դրա արդարացման փուլում, իսկ իշխանության լռությունն ու իր իսկ կողմից ատելության տարածումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Քաղաքական իշխանության պատասխանատվությունը հենց այն է, որ բռնության նկատմամբ ոչ թե տարբեր տիպի սեմինարների եւ տարբեր տիպի հավաքների ձևով բարձրաձայնի, այլ փորձանի նաև գնահատական տալ բռնության էսկալացիային եւ ոչ թե ինքը համամասնակից լինի հասարակության տարբեր շերտերի բաժանման եւ դրանց իրար դեմ սադրելու հարցում։ Ըստ իրավապաշտպանի, իրավապահները բավարար չափով չեն կանխարգելում հանցագործությունները, ինչի հետևանքով հասարակությունը պետական համակարգի հանդեպ չունի բավարար վստահություն ու իր խնդիրները փորձում է լուծել ինքնուրույն, նաև դատաստանի միջոցով։